Արքայապատում Քաղաքակրթությունների մեծ խաչմերուկում մեր հայրենիքը հնում կոչվել է Նայիրի, որը նշանակում է ծովերի երկիր, Բիայնիլի, Ուրարտու կամ Վանի թագավորություն, Արարատյան թագավորություն կամ Ասքանազյան թագավորություն, Հայք, հայոց աշխարհ։ Հայերենը աշխարհի վրա հնչող 7 ամենատարեց լեզուներից է։ Հայաստանը բիբլիական Արարատի փեշերին փռված հին ու նոր աշխարհների քարեղեն վկան, ամայն աշխարհասփյուր հայության տունն ու օրանը, մեր բոլորիս ինքնությունն է, լինելիության վկայականը։ Հինավուրց մի ազգ իր ազգային իղձերի ու նպատակների իրագործման ճանապարհին ստեղծել է պետականություն, հիմնել թագավորություններ, արքայատողմեր, որոնք անսասան են պահել հայկյան տունն ու երկիր դրախտավայրը։ Ազգեր են եկել, ազգեր են անցել պատմության խոտոր քարողիներով, հայը ժամանակ առ ժամանակ կորցրել, բայց վերականգնել է պետականությունը, անսասան պահելով լեզուն ու հավատը, մայր եկեղեցին։ Հայկյան Արամը, հայոց նահապետը, հայքի թագավորության հիմնադիրն ու հայկազունների թագավորական տողմի նահապետն է։ Նրա անունով բոլոր ազգերը մեր երկիրը կոչում են Արմենիա։ Վանի թագավոր Մենուան երկիրը հզորացրեց, իսկ նրա որդի Արգիշտին Վանի թագավորությունը հասցրեց ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին։ Նա միասնական մի տերության մեջ միավորեց ամբողջ հայկական լեռնաշխարհը։ Նա մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արիմբերտ բլրի վրա հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը, որը հետագայում կոչվեց Երևան։ Քարե արձանագրությունը համարվում է մեր քաղաքի հիմնադրման քարե անձնագիրը, որում ասվում է. «Խալդ Աստծո զորությամբ ես Արգիշտիս Մենուայի որդին կառուցեցի Էրեբունի բերդաքաղաքը ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։ Հայոց Ասքանազյան թագավորության հիմքով Երվանդունիների տոհմի գահակալության շարունակությամբ մեր թվարկությունից առաջ 189 թվականին հիմնադրվեց Արտաշեսյան գահատոհմը, որպես երվանդունիներից վերընջուղված գահատոհմ։ Ես, Արտաշես առաջին բարի թագավորս, Արտաշեսյան գահատոհմի հիմնադիրն եմ, Զարեն Սատրապի որդին, սերում եմ երվանդականների տոհմից։ Հիմա մեր թվարկությունից առաջ 189 թվականին մեծ հայք հռչակում եմ անկախ թագավորություն։ Ես Կարթագենցի զորավար Հանիբալին հանձնարարեցի նախագծել և կառուցել Արտաշատ քաղաքը, երաստ և մեծավոր գետերի միախառնման տեղում առաջացած թերակղզու վրա։ Այստեղ 9 բլուրների վրա, մինչդեռ Հռոմը կառուցված է 7 բլուրների վրա, և այն հռչակեցի մայրաքաղաք։ Այս մասին պատվիրեցի պատմագիրներ Ստրաբոնին և Պլութարքոսին գրի առնել, ի հավաստումը մեծ հայքի հզորության։ Ինչպես նաև կառուցեցի Զարիշատ և Զարեհավան քաղաքները։ Ես տերությունը բաժանեցի 120 վարչական ստրատեգիաների, հզորացրի հայկական բանակը, այն բաժանելով 4 կողմնակալ զորավարությունների, բժշկությունների, հատեցի դրամ, կատարեցի հողային բաժանումներ, հաստատեցի հողատերերի կալվածքների սահմանները, զատորոշող սահմանացումներ, խրախուսեցի գիտության ու արվեստի զարգացումը։ Արքանիլի, թե հասարակ շինական, միապետ լինի ձեռամիկ, ման ցենամեսպես հասարակ, շինված նույն կավից, օտարուխորդ չեն նրա համար ոչ զգացմունք, ոչ կիրք, արքան էր Արտաշես, հզոր, անսասան, ժայռի պես դիմացկուն, այ ուտես, որ մեր թուլություն, Ես հիմա պիտի պատմեմ մի լուրջ դեպք, որ չեմ օրինել բնավ։
Լսել եմ անձամբ գողթան գավերը գուսաններից ես, որ արքան հենց ինքը մետն Արտաշես հաղթեց արանած Հայաստան ներխուժած ազգին և գերի վերցրեց ալաների արքայազին։ Ալաների թագավորը հասություն խնդրեցվել մեծ արքայից, մեծ պրիկա գեներոչեր կետիր գործու համար, սակայն արքան մեր չհամաձայնեց, մեր մեջ ասած շատ էլ ճիշտ արեց։ Ճիշտ այդ ժամանակ գետի մյուս ափի Սաթենիկը, հա, հենց ինքը, ալանած չքնաղ արքայադուստրը, այսպես դիմեց մեծն արքային։ Քեզ եմ ասում, քաջայիր Արտաշես, որ հաղթեցիր քաջազգին ալանած։ Եկ, լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը, տուր պատանում։ Քանզի սոս քենի համար օրենք չէ, որ դյուցազունները այլ դյուցազունների զավակների զրկեն կյանքից կամ ծառադարձնելով ստրկության կարգում պահեն և թշնամություն հավերժական երկու քաջազգերի միջև հաստատեն։ Եծավանի արքան Արտաշեսը իր սևը երեսին, և հանելով ոսկերով շիկակով պարանը, և անցնելով գետը որպես աղթի վարագատել, և դկելով ոսկերով շիկակով պարանը, գծեց մեջքը ալանած օրյոքի, և շատ ցավեցել մեջքը բանկուկ օրյոքի, արագ հասնելով բանակների։ Ինչ եղավ հետո, հարցնում եք դուք, եղավ մեծ ու ճոխ արքայական մի մեծ հարսանիք։ Ես և Արտաշես արքան ունեցանք 6 որդի, Վրույր, Մաժան, Զարե, Տիրան, Տիգրան, Արտավազդ։ Արտավազդն ես, որ առաջն եկներ Արտաշես արքայի հաջորդեց օրը։ Հիմա ուզում եք պատմություն լսել մի երիտասարդ ու շատ բան իմաց գահակալի մասին, ցավոք, ձեզ պիտի հիասթափեմ։ Ես Արտավազդն եմ, Արտաշես առաջինի որդին, 6 եղբայրներից ինձ էր վիճակված ժառանգել հայոց գահը։ Ես փորձում էի շարունակել հորս, Արտաշես առաջինի վարած քաղաքականությունը, դիմակայել հարևանների նետած մարտահրավերներին, սակայն դա ոչ միշտ էր ինձ հաջողվում։ Բարթևների դեմ մղած կռվում հայոց զորքը պարտություն կրեց, և ես ստիպված էի հաշտություն կնքել նրանց հետ։ Հաշտության դիմաց պարթևները որպես պատանդ պահանջեցին իմ եղբորորդուն, Տիգրանին, քանի որ ես անժառանգ։ Իրականացավ հորս, Արտաշեսի անեծքը։ Ես մնացի անժառանգ։ Սարսափելի է հայրական անեծքն ու զորավոր։ Ես անհնազանդ թագաժառանգ էի, գուցեև ըմբոստ։ Հորս մահվան առթիվ շատ հպատակներ ըստ հերթանոսական սովորության, ինքնազոհության էին դիմում։ Դրանով հավաստելով անսահման նվիրվածությունը թագավորի հանդեպ։ Ես ըմբոստացա այդ զոհաբերությունների դեմ և հորս հոգուն ասացի. երբ դու գնացիր և ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպես թագավոր եմ։ Հորս հոգին էլ անիծելով ինձ ասաց. երբ դու որսի գնաս ազատ մասից նիվեր, թող քաչքերը գան քեզ տանեն ազատ մասից նիվեր, այնտեղ մնաս, լույս չտեսնես։
մտածում դուք։ Ինչպես կարող է հայրը լցնել սեփական որդուն, երբ կյանքը շարունակվում է։ Մեր նուղ հետևից ինքնասպանել չի կարելի, որն արտավազդ իմաստությամբ էր արդարանում։ Իսկ ինչ եղավ արտավազդը։ Այդ մասին մի ուրիշ անգամ։ Հիմա ես գնամ, ախր շատ պետք է։ Արքունիքն առանձին երկար չի դիմանա։ Արքունիքում իրարանցումը բոլորն անհանգիստ են, սպասողական։ Մերթ ընդմերթ սուրհանդակներ են գալիս։ Ինչ-որ բաներ են զեկուցում արքայամորը։ Հայոց տիկնանց տիկնոջը։ Անհանգիստ էր համեստուրը, ով ոչ մի քայլ չէր հեռանում հայոց դժվարից։ Գերությունից վերադառնում է որդիս, Տիգրանս, վերադառնում է, որպեսզի հզորացնի Հայքը։ Պատմության քարուղիներում հայոց թագուհիներն աջակցել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման, բարգավաճման ու պաշտպանության գործին։ Ես, որպես արքայամայր, պետք է ընտրեմ իմ որդու համար այնպիսի հարսնացու, որը ողջախոհության և հայրենասիրության պակաս չունենա։ Պատահական չէ, որ հայոց ողջախոհության աստվածը կին է։ Ես քեզ եմ դիմում, աստվածուհին անե, ցույց տուր ճիշտ ճանապարհը, ապավինում եմ քո ուժի զորությանը, որդուց համար անել ճիշտ ընտրություն, իսկական հայուհի, հոգու, սրտի, ձեռքի ու մտքի հզոր ուժով։ Արշամին համար հայոց աշխարհը առաքել է Տիզբոն, մի հրդակ մեծի ճանկերից ազատելու ու տուն բերելու արքայազն Տիգրանին։ Պարգևած մեծ արքան, որպես փրկագին, հայոց աշխարհից պահանջում էր Կապուտան ծովակի շրջակա 70 հովիտները։ Մեծ էր փրկագին, թե ոչ, կարևոր չէր այդ պահին։ Տիգրանի անձը անվնաս Հայաստան պիտի հասներ։ Փրկագինը վճարելուց հետո Արշամը ոտքը ձյուասպանդակին դնելով մտքում ասաց. առյուծի ծագը փրկվեց գայլի ճանկերից։ Այո, նոր ես վերադարձել որդիս, բայց ժամանակն ու արքունական գործերը սպասել չեն սիրում։ Եվ հետո դու երևի մոռանում ես, որ արդեն բոլորել ես 45 տարի։ Լավ, ինչպես կարծես արքայամայր, ինչպես տանքն է քո և աստվածների։ Ով արքայամայր, թեկուզ հայց տիկնանց տիկնոջ խույրը ուրիշն է կրում։ Եվ ես լուրժեցի Պոնտոսի այդ պճնամոլի ներկայությունը, իմ թագավոր ամուսնու կյանքում։ Սիրելի արքայամայր, միայն նրա համար, որ ասասան է սերս ու հավատս հայց աշխարհի և նրա տիրոջ նկատմամբ։ Թող աստվածները, որ լույս աշխարհ կբերեմ իմ քաջազնին, ահապար լինեն, որ մեծանա իր հորն ու Արտաշես պապին արժանի շարանք։
Հարսանիք է, արքայական հարսանիք, հարկ Վահագնին ու Աստղիկին, բայց ես հետ դուք կարծում եք, որ մի հրդեհ եւ պատորը 70 հովիտները վերցնելով հանգիստ էր թողները Տիգրանին, ապա դուք միամիտ եք, իսկ ինչ եք կարծում, բարեկամության ավանդակ, ամենահավատարիմ դեսպանն արքունիքումով պիտի դառնար, մի հրդեհ եւ պատորը գնավ, ոչ դավադրաբար, միայն հայրաբար, իր թանկ դստերը, 16-ամյա Կլեոպատրային ի նշան մեծ ու անթափույց սիրո տնության տվեց մեծ են Տիգրանին, ինչ է մեծ հայքում, Տիկնունում, երկու տիկնանց տիկիններ պետք է լինել, Համասփյուր, թե Կլեոպատրա, ով է Տիգրանի սրտի տիրուհին, քաղաքավայր Արտաշետում տոնախմբություն էր, ծնվել էր Տիգրան արքայի Անդրանիկ որդին, Համասփյուրը հայոց աշխարհին պարգևել էր գահաժարան, ու արքայամայր Իրանուհին տվել էր Անդրանիկ արտավազ դանուն ու նորածնի անորոցին գախել էր արքայական խույրը։ Դուք լսում եք, Պոնտոսի աստվածներ, միթե ես այնքան գեղեցիկ չեմ, որ կարողանամ Տիգրանին մոռացնել տալ հայոց աշխարհի բոլոր համասփյուրների գոյությունը։ Ես, Կլեոպատրաս, աշխարհահռչակ մեծերի շարավիղն եմ, հորս կողմից սերում եմ Կիրոս մեծին և Դարեհին, մորս կողմից Ալեքսանդր Մակեդոնացուն, Միհերդադ և Պատորի դուստրն եմ, Պոնտոսի արքայադուստրը, ում անունը թարգմանաբար նշանակում է հոր փառքը։ Հորս կամքով դարձա հայոց Տիգրան մեծիկինը և լիովին արդարացրի իմ անունը։ Տիկնանց տիկնոջ խույրը ես եմ կրում, իսկ հայոց աշխարհն ուրիշին է ճանաչում հայոց թագուհի։ Ես կավերեմ այս միջնաբերդը, ես այստեղ չեմ մնա, ես սա թույլ չեմ տա։ Տիգրանն այդ ում տեղն է դրել Միհերդադ և Պատորին, որ այսքան շուտ դրժում է իր տված խոստումը։ Ես Կլեոպատրան եմ, ոչ միայն Պոնտոսի ու հայքի, այլև համայն աշխարհի անզուգական համասփյուրն եմ։ Իսկ այսօր արքայական խույրի տակ ննջում է Նախճավանի գեղչկուհու զավակը։ Դե իհարկե գեղչկուհին է նաև համասփյուրանուն նրան չի փրկում։ Քասիմա, իմ հավատարիմ, այս նամակը հորս ուղարկիր։ Ինչպես կհրամայեք, իմ թագուհի։ Հայրիմ, Պոնտոսի արքա, ես կասկածում եմ Տիգրանի անկեղծությանը, որովհետև եթե նա շարունակի լսել իր մորը, հավանաբար ես կիջնեմ մինչև հարճի աստիճանը։ Ինչ անեմ, հայրիմ։ Հարցիս պատասխան հայրս ասաց, ավելի ուժգին սիրիր Տիգրանին։ Պոնտական արքունիքում ստացած հելենական կրթության և դասյարակության շնորհիվ կարողացա հայոց արքունիքում ինչ շրջապատել հույն երևելի գործիչներով և դարձա ոչ թե հարս հայոց արքունիքում, այլև հորս գործակալը։ Ես, Տիգրանը, Արտաշես առաջին բարեպաշտի թոռը, Պարթևական գերությունից հորես մահից հետո 45 տարեկանում պարթևներին զիջելով 70 հովիտ ազատվեցի և վերադարձա տեր կանգնելու հայրական գահին։ Միավորեցի հայկական հողերի մեծ մասը, բացի փոքր հայքը, և իմ գերիշխանությունը հաստատեցի առաջավոր Ասիայում։ Պարթև աշակունիները ինձ զիջեցին արքայից արքատիտրոսը։ Ես երկրի սահմանները հասցրի Կասպից ծովից մինչև միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ Քաղաքալեցի 40 տարի և սերունդներին ժառանգեցի ծովից ծով Հայաստան։ Սահմանասյուների վրա գրել տվեցի։ Կամը, այս երկիրն է հայոց։ Իմ պատգամում, որ թողնում եմ ձեզ, ուզում եմ լավ լսեք և իմանաք, արք և տիկնայք հայոց աշխարհի։ Դուք դպիրներ կերտեցեք, իմ պատգամը ձեր մագաղատներին, որոնք ավելի երկար կյանք ունեն, քան աստվածներն և արքաները։ Իմ պատգամում, որ թողնում եմ ձեզ, արք և տիկնայք հայոց աշխարհի, դուք դպիրներ կերտեցեք, իմ պատգամը ձեր մագաղատներին, որոնք ավելի երկար կյանք ունեն, քան աստվածներն և արքաները։ Ես իմ հոգին կբաժանեմ բյուր մասերի և կվերածնվեմ ամեն հայի հետ։ Ես արթուն կպահեմ հայկական ոգին
մինչև գալիք ժամանակների եզրապահ դարերը։ Հիշում եք դուք, Վարդևների, որ Կապուտանի ճակատամարտում հաղթելուց հետո քրքջում էին հայերիս վրա։ Ինչպես ասում են, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Տիգրան մեծից հետո գահը ժառանգեց Արտավազ երկրորդը, ում հետաքրքրում է ոչ թե ռազմական գործը, այլ հելենական մշակույթն ու թատրոնը, ում գերի տարան, ապա գլխատեցին։ Նրան հաջորդեց Արտաշես երկրորդը, ով եթե դավադարաբար չսպանվեր, կդառնար մի նոր Տիգրան մեծ։ Տիգրան երրորդին հաջորդեց Տիգրան չորրորդը, որ գահ բարձրացավ իր քրոջ Էրատոյի հետ։ Էրատոյի մասին կպատմեմ քիչ ուշ։ Գիտեք, լսել եք հայ միամտության, նրա հավատարմության եւ իբր բարեկամ կամ դաշնակից հարևանների վստահելու մասին։ Այ հենց այս տեսակ նվիրվածությունն է շատ հաճախ քանդել էր մեր տունը։ Մեր թվարկությունից առաջ 8 թվականին, երբ ես Տիգրան չորրորդը եւ քույրս Էրատոն գահ բարձրացան, սկսեցի հակադրվել Հռոմի դաշնության քաղաքականությանը, որի համար էլ Հռոմը Հայաստան ուղարկեց հռոմեական մի բանակ, որը գահանքեց արեց ինձ եւ գահին բազմեցրին Արտավազ գին, սակայն հայերը տապալեցին նրան եւ վերստին, ես եւ Էրատոն գահ բարձրացան։ Արքունական գիտուններից մեկը երբ դիմեց ինձ, թե ինչպես հռոմեացիները համաձայնեցին, որ քույր ու եղբայր միասին գահ բարձրանան եւ թագավորեն։ Ես պատասխանեցի։ Նրանք կարծում էին, որ մենք պիտի հակադրվենք իրար եւ մեզնից մեկը պիտի դառնա հռոմեացիների կամակատարը, բայց հռոմեացիները չհասան ես նպատակին։ Մենք հավատարիմ մնացինք հայկական ոգուն, չդավաճանեցինք ոչ միմյանց, ոչ էլ Արտաշեսյան գարատողը։ Մեր համերաշխությունից Հռոմը կորցրել է յուղը։ Կենտրոնոսական դարաշրջանում հայկական արքունիքում խորդ երևույթ չէր մեր զավորների, քրեջ եւ եղբոր ամուսնությունը։ Դարվում էր արքայական զարմի ինքնությունն անաղարտ պահելու, գահակար զարմի նոտարի արյուն շխարնելու նպատակով։ Հետևելով դարաշրջանի սովորույթներին, ինձ ամուսնացրին խորդ եղբորս, Տիգրան չորրորդի հետ, եւ մենք միասին գահ բարձրացանք։ Իմ գահակարության տարիներին մեր թվարկությունից առաջ 8-5 թվականներին եւ մեր թվարկությունից առաջ 5-2 թվականներին, ապա մեր թվարկության 6-11 թվականներին դարձա Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը։ Ես միակ տիրակալն էի, որ գահ եմ բարձրացել 3 անգամ։ Ես եւ Տիգրանը մեր պատկերներով դրամներ հատեցինք, որոնց վրա գրված էր արքայից արքա Տիգրանի, մյուս երեսին Տիգրան արքայի քույր Էրատոյի տիտղոսները։ Ինձ անվանակոչել են Էրատո, որը հունական դիցարանում Ապոլոնի 9 մուսաներից մեկն էր, սիրային երգերի մուսանը։ Ինձ շատ են հարցնում, իբրև հայոց թագուհիների թագուհի, ում անուն թարգմանաբար սեր է նշանակում։ Ես արժանացա իմ անվանն արժանի սիրով այդքին։ Պատասխանեմ մի վերջին անգամ։ Ոչ, չարժանացա։ Տերության գործերը սիրո համար բաժին չթողեցին։ Աշխարհին ու մարդկանց ներկայացա Էրատո անունով, բայց ուսերիս վրա գրեցի 7 տղամարդ արքաների բեռ։ Մեծ հայքում Արտաշեսյանների արքայատողմին հաջորդել են Արշակունիները, որոնք մոտ 4 դար եղել են իշխանական տոհմ։ 52-ից 428 թվականներին հայոց աշխարհում տեղի ունեցան մի քանի դարակազմիկ իրադարձություններ, որոնցից երկուսի մասին առանձնահատուկ ակնածանքով պիտի խոսենք։ Արշակունիները, որոնց նախնիները ունեին պարթևական ծագում, շատ սերտ կապերով կապված էին Պարթևստանի հետ, իսկ հռոմեական կայսրության իրար հաջորդող միապետները բարեկամություն անվան տակ փորձում էին իրենց գերակայությունն ունենալ հայքում։ Մշտական պայքարի արդյունքում հռոմեական զորքերի խայտառակ պարտությունից հետո Արշակունիների գահաժառանգ Վաղարշ II վերջնականապես հիմնավորվել է հայոց գահին, մեծ հայքում ապրող հայոց մեջ արմատավորելով ինքնուրույն պետականություն։ Բարդ տարածաշրջան, դժվար հարևաններ, հայքից աչքները կտրել չկարողացող արյունռուշ թշնամիներ։
Այս ամենն էլ ստիպում էր իրար հաջորդող հայոց արքաներին ուժեղ դաշնակիցներ ունենալ։ Սասանյան Պարսկաստանին դիմագրավելու համար արշակունիները դաշնակցել են հռոմեական կայսրության հետ։ 297 թվական հայ-հռոմեական զորքերը Դիոկլետիանոս կայսր զորավարի և Տրդատ III առաջնորդությամբ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին ու վերականգնել արշակունիների գահակալությունը մեծ հայքում։ 298 թվականին կնքվել է 40-ամյա հաշտության պայմանագիր, երանելի խաղաղության և բարգավաճման տարիներ։ 301 թվական դարակազմիկ իրադարձություն հայոց աշխարհում։ Հայ ժողովուրդն առաջինը ամբողջ աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայոց գահին էր հեթանոս Տրդատ III։ Ապա ասա տեսնեմ, որտեղից գտար ես գեղեցկուհիներին։ Արքա, ինձ Հռոմից Հայաստանը ուղարկել Դիոկլետիանոսը, որպեսզի նկարեմ հայ գեղեցկուհիներին։ Ես ոստում էի քաղաքից դուրս, Աղարշապատի հնձաններում, երբ հայտնաբերեցի ժամանակավոր հնձաններ, որտեղ ապրում են մի խումբ աղջիկներ, որոնք դավանում են այլ հավատքի։ Իրենց կոչում են քրիստոնյաներ, իսկ մեզ անհավատներ են։ Նրանք հետևում են Քրիստոսի ուսմունքին և հավաստում, որ նա Աստծո որդին է։ Իրենց ապուստը վաստակում են հնուկներից ինչ-որ զարդեր պատրաստելով և վաճառելով։ Երբ նկատեցին, որ իրենց նկարում են, վազեցին ու խախտվեցին իրենց հնձաններում, իսկ նրանցից տարիքում ամենամեծը ինձ արածած ստիպեց հեռանալ իրենց։ Ինչ է, արքա, դու նրանց մասին ոչինչ չգիտես։ Ինչ? Հրամայում եմ Աղարշապատի մոտ գտնվող հնձաններում ապաստանած 40 կույսերին շտապ գտնել և բերել արքունիք։ Գեղեցկուհուն, որ դու նկարել էիր, շատ սիրունիկն է։ Ես ինքս նրան կնության կառնեմ, ինչու պիտի մի այդպիսի զարդը թողնեմ, որ հայքից տանեմ։ Քրիստոնեություն, ես վերացնել տվի մի ողջ գերդաստան, ով համարձակվեց արևածագին ինձ հետ դուր չգալ ու չող չունեն մեծ արևի բարձրանալը։ Նրանցից մնացած մի լակոտի, որին հովիվները փախցրել էին լեռները, որ ինձ փրկեին, հայտնաբերեցի իմ արքունիքում, ունետեցի մի խոր վիրապի մեջ, որտեղ իժերի և ոցերի հետ ուսումնասիրի Քրիստոսի ուսմունքը։ Ինչ է, սրանց վերջ չկա, հիմա էլ սրանք այստեղ կանչեք նրանց մայրապետին, ում խորհրդով ռիփսիմ են այդ գեղեցկուհին, մերժում է ինձ ու իմ կինը դառնալու առաջարկը։ Ով արքամ, դու, որ կարող ես հրամայել և հենց այս վայրկյանին մեզ բոլորի սրի քաշել։ Դու չգիտես ամենակարևորի մասին, ես և իմ աղջիկները հետևում են Քրիստոսի ուսմունքին։ Մենք գտել ենք լույսի ճանապարհը, և նրանց ես խիստ հորդորել եմ, չհամաձայնվել կնության գնալ նրանց, ով չի դավանում նույն հավատքին։ Եթե շատ մեծ է սերը Թրիփսիմեի նկատմամբ, ապա կարող ես դարձի գալ։ Ահա այդ ժամանակ ես կխոսեմ իմ հնազանդ սանի հետ, և նա կդառնա քո կինը։ Դու ինչպես կարող ես քո պիղծ բերանով անարգել Արամազդին, ոսկեծղի անախտին, սիրով անավոր Աստղիկին, ռազմիով անավոր Վահագնին ու մնացած բոլոր աստվածներին։ Չես վախենում աստվածներից հասումից։ Սանդարամետի ստորերկրը թագավորություն քեզ կուղարկել, որ այլևս հնարավորություն չունենաս անարգել հայոց դիցարանը։ Գիտեք ինչ է պատահում բոլոր նրանց հետ, ովքեր հանդգնում են դեմ արտահայտվել արքաներին և չկատարել նրանց կամքը։ Դուք չեք չափազանցնում։ Այո, նրանց հետ վարվում է շատ դաժանաբար։ Արքան հրամայեց քարերով այնքան խփել վայրապետ Գայանեի բերանին, որ բոլոր ատամները կոտրվեն և թափվեն։ Նրա հետ նաև խոշտանգեցին ու տանջասպան արեցին բոլոր կույսերին։ Իսկ ինչ է կարծում, այսքան ողորմեց անհավատ արքայի պայքարը քրիստոնյաների դեմ։ Ամենահետաքրքիրը դեռ նոր պիտի պատմեմ։ Տանջասպան եղած 40 կույսերի հոգիները հանգիստ չէին թողնում անհավատ արքային։ Բազմաթիվ ակուն գիշերներ, հոգետան մրձավանջները դարձան արքայի մշտական կենսակերպը և ասում են, սա մեր մեջի հարկ է, որ արքան ստացավ վարազի կերպարանք, մարմինը ծածկվեց վարազի մորթով,
ձեռքերն ու ոտքերը սմբակների վերածվեցին։ Կորցրեց հոդաբաշխ խոսքը, փախավ պալատից, դեպի Արաքսի շամբուտները, ես սկսեց վարել վարազի կենսակեր։ Արքունիքում վախենում էին տարածված լուրերի մասին, բարձրաձայն խոսել։ Արքայի քույրը տեսնում է երազ։ Ես երազ տեսա։ Աստծո հրեշտակը իջել էր երկնքից եւ ոսկե մուրճով հարվածեց մեր ամենամեծ հեթանոսական տաճարի տեղին եւ պատվիրեց, որ անձամբ արքան, եղբայրս, կառուցի քրիստոնեական եկեղեցի, որը կդառնա առաջին քրիստոնեական տաճարը ամբողջ աշխարհում եւ քրիստոնեություն դավանող Գրիգորին, ում 13 տարի առաջ արքան նետել էր խոր վիրապի մեջ եւ վաղուց մոռացել էր նրա գոյության մասին։ Դուրս պիտի բերվեր վիրապից միանգամայն ողջ եւ նա էլ կհուշեր մեծն արքայի իր իսկ բրկության միակ ճիշտ ուղին։ Հեթանոս արքան, հալածանքեր ենթարկում բոլորին, ովքեր հանդգնում են քրիստոնեությունից խոսել, անձամբ մեջքին բեռնում են մեծ քարեր եւ մասնակցում տաճարի կառուցմանը։ Եվ հավատացեք Աստծո հրաշքին, վարազի մորթին արքայի վրայից ընկնում է, հեչուակները դառնում են մարդկային վերջույթներ եւ Տրթատ մեծը մկրտելուց հետո Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա, որպեսզի ձեռնադրվի հայոց եպիսկոպոսապետ։ Կյանքի վերջին տարիները անցկացնում է Դարաղանյաց գավառում, որտեղ իր հատորակոր նախարարների կողմից թունավորվում եւ մահանում է, եւ նրա աճունը արծաթապատ դագաղով թաղվում է Դարաղանյաց գավառի Թորդան ավանում։ Օ, ինձ ներեցեք, մոռացել եմ, ցրված եմ շատ այս վերջին ժամանակներս։ Ինչպես կարող եք ձեզ չպատմել մի շատ կարևոր մարդու մասին։ Տրթատ արքան ամուսնացած էր, սակայն հայհի չէր նա, այլ Ալանոց թագավորի դուստրն էր։ Ես Տրթատ երրորդի կինն եմ, հայոց Աշխեն Թագուհին, Ալանոց թագավոր Աշխադարի դուստրը։ Տրթատ արքան ինձ կնության վերցրեց 290 թվականին եւ հրամայեց գրել ինձ արշակունի, ծիրանի հագցրեց, գրքից դնել տվեց թագ։ Մենք ունեցանք Արու Զավակ Խոսրովին, ես դարձա առաջին հայ քրիստոնյա թագուհին, որ օգնեցի այդ լուսավոր հավատի տարածմանը ամբողջ Հայաստան աշխարհում։ Ես անձամբ մասնակցեցի հռիփսիմաց կույսերի մասուկների հավաքման աշխատանքներին եւ քրիստոնեական հավատքի համաձայն այդ սուրբ նշխարները հուղարկավորեցի։ Ես խնդրեցի երանելի Գրիգորին, որ արքայի հետ նաեւ մկրտի ինձ, մեծ օրիորդ Խոսրովի դուխտին, ողջ աշխարհաբնակ զորքը, ամենայն մեծամեծերին, բանակի բոլոր մարդկանց եւ առավոտյան այգ լուսանալուն պես եւ փրատկետում մկրտեցին հանուն հոր եւ սուրբ հոգու։ Տրթատ երրորդին հաջորդեց որդին, Խոսրով Կոտակը, Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդին, Լիրանը, նա հասկանալով, որ իր կուրությունը խանգարում է կառավարել հայոց աշխարհը, դա հանձնում էր որդուն, Արշակ երկրորդ Արշակունուն։ Ես Արշակ B Արշակունից հաջորդեցի հորս Տիրյան Արշակունուն։ Գա բարձացա Հայաստանի համար դժվար ժամանակներում, փորձեցի վարել ինքնուրույն քաղաքականություն։ Ջանացի Հայաստանը, ազատ է Պարսից աշխարհի եւ Ռոմի ազատությունից։ Ես մահապատժի ենթարկեցի իմ եղբոր որդին գնելին, ապա նաեւ Տիրիթին, քանի որ նրանք ռոմեական կայսրությունից Հայաստան է վերադարձել, որպեսզի դառնային հայկական գահի հավակնորդներ։ Գնելի մահապատժից հետո ես կնության արա նրա այրում, Փարադեմին, որը հայց աշխարհի փառքևեց քաջազուն արքայավորտի պապին։ Ռոմեական վաղես կայսրը սպանեց պատահության մեջ գտնվող Տրդատ եղբորս։ Ես ստիպացի հաշտություն կնքել Հռոմի հետ եւ կնության արա կայսր ազգականուհի Օլիմպիայի։ Զբաղվեցի երկրի վերաշինությամբ, փորձեցի Հայաստանը դարձնել զորիխտերություն։ Ցավոք, ինձ վիճակված չէ կյանքս ավարտել արքայավայր, սեփական հողում կամ կռվի դաշտում։ Ցավոք։ Արքա, դրաստանալ, թույլ տուր ծառայել քեզ։ Ազնիվ զգեզ թաքած արքայավայել ընտրենք, ինչպես թագավորական կարգն է։
Արքա, արքա։ Ես Օլիմպիան եմ, սերում եմ հունած կայսերական տնից, հայոց աշխակարգայի ցանկությամբ և հորս համաձայնությամբ 360 թվականին ինձ որպես հայոց թագուհի ուղարկեցին Հայաստան, սակայն մեծ եղավ հիասթափությունս, երբ տեսա, որ հայոց արքայի գահին արդեն բազմել էր Փարանձանը, ով հենց առաջին վայրկյանից ատեց ինձ։ Աշխակարգայի սերն իմ նկատմամբ բորբոքում է նրա ատելությունն ավելի ու ավելի։ Ես ոչ մի օր չկարողացա ապրել առանց վախի ու սարսափի։ Գիտեի, որ նա չէր խաղաղվելու այնքան ժամանակ, քանի դեռ չէր ազատվել ինձնից։ Անվտանգությունս վստահում էի Հունաստանից ինձ հետ Հայաստան եկած թիկնապահներին։ Ես չափազանց զգույշ էի մոտեցրող ուտելիքների և ըմպելիքների նկատմամբ, բայց Փարանձանը շարունակում էր դավեր նյութել իմ դեմ, և դա նրան հաջողվեց։ Նա եկեղեցու ավագ երեց մրջունիկի միջոցով, գիրեքները պատարագի ժամանակ, տերունական սուրբ ու աստվածային մարմին, այսինքն հաղորդության հացին, խառնեց մահվան տեղը, և որպես հաղորդություն տվեց ինձ։ Ինձ վիճակված չէր երկար ապրել, հայոց արքունիքում մնացինք ամենը 2 տարի, այնուհետև դավադրության զոհ դարձա։ Բոլոր ժամանակներում, երբ Հայաստան աշխարհ գահ է բարձրանում, պետականամետ մտածողությամբ, հայրենասեր ու հայրենատեր թագավոր, մեր թվացյալ հարևանները գնացել են ցանկացած խարտավանքի ու դավաճանության, գահընկեց անելու և կամ դավադրաբար սպանելու հայոց արքային։ Եվ արշակ երկրորդը բացառություն չէ, թեև արքայի և Փարանձեն թագու ամուսնությունը երջանիկներից չի կարելի համարել, սակայն թագուին շատ խոհեմ կին է։ Դրա մասին են վկայում արքայի դավադիր ձերբակալությունից հետո նրա վարած քաղաքականությունը արժանապատիվ գահաժառանգ դաստիարակել։ Ես ծնվել եմ Շունյան Ծանդոկի տանը, մեծացել եմ արքունական պայմաններում։ Սիրով ամուսնացել եմ գների հետ, որը սերում էր աշակունիների արքային կողմից։ Շատ երիտասարդ այրիացել եմ, և ստիպողաբար օրս ճշմարտ տակ առանց սիրելու ամուսնացել Արշակ երկրորդի հետ։ Հայոց աշխարհին և Արշակունյան զգահին պարգևել եմ արժանի ժառանգոր, պապին։ Ժամանակակիցներն ինձ համարում էին գեղեցկությամբ և պարկեցությամբ օժտված Կովկասին կին, ուժեղ կամքի տեր և շատ վճռական անհատականություն։ Ես մեծ հայքի թագուհին էի, Իգնանց կինը։ Դրական հատկանիշների կողքին ինձ վերագրել են նաև աշխարհի բոլոր մեղքերն ու հանցանքները։ Նույնիսկ Արշակ արքայի երկրորդ կնոջը, Օլիմպիային, թունավորելն ու սպանելը։ Յուրաքանչյուր մոր լավագույն գինահատականը նրա դաստիարակած զավակի բնութագիրն է։ Ես դաստիարակել էի որդի, որի նպատակը հայոց աշխարհի և Արշակունյան տոհմի հզորության ամրապնդումն էր։ Ես հայոց պատմության մեջ առավել հայտնի դարձա իմ միանձյա իշխանության ժամանակահատվածում, երբ Արշակ արքան դավադրաբար ձերբակալվել և բանտարկվել էր Անտուշ բերդին։ Արքայի վախին Շապու երկրորդը ցանկանում էր արժանացնել նաև ինձ, բայց ես կուլ չտվեցի խայծը, չընդունեցի նրա հրավերը, չգնացի զգում։ Ես հաստատվեցի Արտագեր Սանարի կամրոցում, ինձ հետ տանելով արքունի ողջ գանձարանը, փոքրաթիվ զորքով ինձ հավատարիմ զորականների միջոցով կարողացա պարտության մատնել ամրոցը պաշարած պարսկական զորքին։ Իմ որդի պապին անվնաս կարողացա դուրս բերել երկրից։ Ուղարկեցի որդուս վաղես կայսեր մոտ, նամակով խնդրելով ճանաչել արքայազնի մեծ հայքի թագավոր և օգնություն ուղարկել։ Մինչ հռոմեական բանակը օգնության կհասներ։ Ես 1.5 տարի փոքրաթիվ զորքով կարողացա դիմադրել թշնամուն։ Ամեն բան լավ կլիներ, եթե ամրոցում համաճարակ չսկսվեր։ Արտագերսի պաշտպանության 15-րդ ամսում սկսված համաճարակի պատճառով պարսկական զորքը կարողացավ տիրել ամրոցին։ Փարանձեն թագուհին երվեց։ Շապու երկրորդը տանջանքների ու անարգանքի ենթարկելով հրապարակային մահապատժի ենթարկեց թագուհին։ Իսկ պապը դեռ վաղես կայսեր մոտ էր։ Ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես սպանվեց հայոց արքա Արշակ երկրորդը, որի նույն ինքը, Շապուհ երկրորդը, իբրև հայրաբար հրավիրեց Պարսկաստան, ստորաբար խաբեց ու իր ամենազորքած պարապետ Վասակ Բոնեկոնյանի հետ անարգաբար նետեց անհուշ, նույն ինքը Անդմեշեն Բերդը։ Դե հիմա լսեք, ինձ մի ընդհատեք,
Իսկ վերջում, այո, եթե դեռ կունենաք ասելու բան, կասեք ինձ, խնդրից, որ դերաշխարհում կարելի է հավատալ որևէ մեկի տված խոստումին եւ կամ համբույրին, ասենք հայրական։ Այստեղ եկեք իմ պալատական աստղամաններ եւ քաղդաներ։ Հրամանում եմ ձեզ շատ կարճ միջոցում մտածել մի հնար, որով կփորձեմ աշակի հավատարմությունը ինձ եւ պարծից աշխարհին։ Լսում եւ հնազանդվում ենք, արքա։ Շատ մտածեցինք, արքա, շատերի հետ խորհուրդ արեցինք։ Ուշադիր հետևեցինք լուսնի, ոլորակների եւ աստղերի դիրքին։ Բարենպաստ օր ու ժամ որոշեցինք։ Արշակի հավատարմությունը որոշելու համար արքա հրամայր, որ հայոց աշխարհին ցողեր ջուր բերեն։ Հայաստանից բերված հողը ցանել կտաս այս սրահի կես մասի վրա։ Այնուհետև ցողել կտաս Հայաստանից բերված ջրով եւ վրան ծածկել կտաս գորգով։ Այնուհետև արքա աշակին թեմանցու կճեմես սրայի երկայնքով, հայկական հող ու ջրի զորությամբ էլ կփորձես աշակի հավատարմությունն ու նրբիրվածությունը, քեզ ու պարտից աշխարհին։ Արշակ, ես քեզ սիրել եւ ընդունել եմ իմ հարազատ որդունումը։ Ասեին, որն է քո ամբողջության ու անհնազանդության պատճառը։ Արքա, ես հնազատ եմ քեզ եւ սիրում եմ որդեաբար։ Հոգեկան խրովքի պահին միայն բոստացա, որի համար հայցում եմ քո ներողամտությունը։ Ասեին դարշակ, եւ վերադառնաս քո երկիր, եւ վերադառնաս Հայաստան։ Ինչ ես պատրաստում անել։ Երբ վերադառնամ իմ հայտյանց երկիրը եւ բազմեմ արշակունյաց գահին, վերադարձնեմ իմ նախների պատկանող արքայի ցարքատիտ խոսը, որ ոստորաբախվել եք մեզից։ Հյունես հնարքով, ես փորձեն ենթարկել նաև Բասակ Մամեկոնյանին, հայոց պարապետին, որը քեզ հետ գտնվում էր այստեղ, Տիզբոնում, Պարսից արքնիկում։ Բասակը ինձ տվեր ավելի կոշտ պատասխաներ։ Այս դու էր խանգարիչ աղվեսը, որ այսքան տարի չարչարում էր մեզ ու սպանում պարսիկներին։ Դու էր, որ փորձում էի սեպխել իմ ու արշակարկայի երկարամը բարեկամության միջև։ Հիմա ինչպես ես, որ քեզ աղվեսի մով սպանեմ։ Հիմա, երբ ես պատանդեմ քո արքունիքում, ուր դավադարաբար բերեցի ինձ իմ արքայի հետ, ես քեզ համար մի աղվես եմ, բայց երբ ես ազատ էի, ես առուց էի, երկու ոտքերիս վրա ամուր կանգնած էի, Երբ աչ ոտքիս վրա է հենվում, աչ լերներ գետի տակ անցնում, երբ ձախ ոտքիս վրա է հենվում, ձախ լերներ գետի տակ անցնում։ Ասա ինձ Բասակ, որոնք են այդ լերները, որոնց գետին է իրավացրել։ Մեկը դու էի, մեկն էլ հունած թագավորը։ Ես ինչ ասում, ինքներդ տեսակ, ձերական ջրերով անձամբ լսեցի, իսկ ինչ է պատահում ճշմարտությունը մեր գոռացողների հետ, չգիտեք, ասեմ, կախողան, չէ,
Ցցի բարձրացնել, չէ, շատ է թույլ, գլխատել, չէ մի, կաշին տիկ հանել, դարձնել խամաճիկ ու անհուշ բերդում կախել շղթայված արշակ երկրորդի աչքերի առաջ, իթե սեփական երկրի ու անփանունակ կործանման։ Եվ կկործանվեր տունը Հայկյան, արշակունիների թագավորության անկումը կլիներ, եթե փառանձեմ թագուհու ողջախոհությունը չլիներ։ Հռոմեական կայսեր օգնությամբ 370 թվականին Հայաստան վերադարձավ եւ արշակունիների գային բազմեց Պապը։ Ես Պապի հայրենասիրության մասին ձեզ պատմեմ մի դրվագ, իսկ մնացածի մասին կպատմի ինքը։ Մի անգամ Պապին հարցրեցին, թե Հայաստանի թագավորն ինչով է տարբերվում աշխարհի մյուս տիրակալներից։ Նա պատասխանեց, որ Հայաստան պահելու համար պետք է 4 անգամ ավելի զորք ունենալ, 4 անգամ ավելի աչալուրջ լինել, 4 անգամ ավելի քիչ խնջույք կազմակերպել եւ 4 անգամ ավելի շատ արթուն մնալ։ Եվ դա պիտի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Աստված չի բարեհաճել Հայաստանի բարեում աստոկրոսակայի մայրուղին փոխել ուրիշ տեղ։ Ես Պապն եմ, հայոց թագավոր Պապ Արշակունին, գահ եմ բարձրացել հռոմեական կայսրության օգնությամբ, որտեղ անվնաս ինձ հասցրել էին մորուս, փառանձեմ թագուհու ողջախոհ դիվանագիտությամբ։ Իմ վարած քաղաքականության արդյունքում վերամիավորել եմ Հայաստանի ճանճատված ծայրագավառները, չափավորել եմ եկեղեցու իշխանությունը, քանի որ եկեղեցին իր վարած անկախ քաղաքականության արդյունքում նմանվել էր պետության մեջ առանձին պետության։ Վերացրել եմ եկեղեցուն վճարվող 10-րդ հարկը, վերցրել եկեղեցապատկան հողերը եւ դարձել պետականության մաս, սրանով շարժելով հոգևոր դասիզարույթն ու թշնամանքն իմ դեմ։ Փակել եմ աղքատանոցները եւ ստիպել առողջ տղամարդկանց զինվորագրվել եւ ծառայել բանակում։ Ստեղծել եմ հայկական արքունի մարտունակ բանակ, կազմված 90,000 զորականից։ Իմ վարած քաղաքականությունը առաջացրել է հռոմեական կայսրության դժգոհությունը։ Նրանք ուզում էին, որ կախվածության մեջ մնայի հռոմեական կայսրից եւ Տերենտո զորավարի բանսարկությունների շնորհիվ վաղեց կայսրը խորհրդակցության պատրվակումից հրավեր Կիլիկիայի Տարսոն քաղաք, որպեսզի իսկ ուղղության տակ առներ ինձ։ Ես իմ 300 զորականներից կազմված ասպախմբով կարողացա ճեղքել լեգիոնների շրջապատումը եւ վերադարձա հայրենիք։ Քիչ ժամանակ անց Տարայալոց զորավարը Պապին հրավիրում է խնջույքի եւ հենց խնջույքի ժամանակ դավադրաբար սպանում նրան։ 387 թվականին Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի եւ Պարսկաստանի միջև։ Հայաստանում հռոմեացիների ազդեցությունն արդեն չկար։ Փոխարենը պարսից արքաներն էին Հայաստանում թագադրում արքաներ։ 389-ից 414 թվականներին հայոց գահին էր Վռամ Շապուխ արքան։ Ժամանակի ու պատմության թելադրանքով գալիք արավիրքներին դիմակայելու հայ ժողովրդի հոգևոր զրահը եղավ Մեսրոպ Մաշտոցի հանճարի փայլատակումը, հայոց ոսկեղենիկ Այբուբենի ստեղծումը։ Հայոց բոլոր արքաների արձակած բազում ու բազում հրովարտակների մեջ ամենազորեղը, ամենափայլունն ու ամենահայկականը Վռամ Շապուխ արքայինն էր, որը հրաման տվեց, որ բոլոր հայերը գրեն ու կարդան հայերեն։ Արշակունի թագավորների գահատողմը մայրամուտ էր ապրում։ Թագավորության վերացումից հետո Հայաստանը պիտի բսկտվեր։ Ինչից պիտի կառչեր հայ ժողովուրդը։ Ազգային դիմագիծը պահելու եւ իր գոյությունը հարատև դարձնելու ամենահուսալի զենքը մայրենի լեզուն էր։ Եվ Մաշտոցը ստեղծեց հայոց Այբուբենը։ 405 թվականին քաղաքամայր Վաղարշապատում տոն էր։ Հայրենիք էին վերադարձել Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Մեսրոպ Մաշտոցը բյուզանդական կայսեր կողմից ակումիտ կոչմանն արժանացած հայ մեծ ուսուցիչը, այն լուսավոր աստղը եղավ հայ ժողովրդի կյանքում, որը հաստատեց մեր ազգային ինքնության եւ մշակութային ինքնուրույնության լինելիությունը երեք, այսօր եւ վաղը։ Հետևաբար 5-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ
վկայագրվեց որպես ոսկեդար։ Ուզում եք ճիշտ է լսել։ Հինավուրց տոհմիկ միազ տարերի ընթացքում հաջողություններին զուգահեռ կրեց նաև բազմաթիվ կորուստներ ու պարտություններ, պարբերաբար դառնելով պատերազմների թատերաբեր։ 591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև և շուրջ 450 տարի գոյատևեց առանց պետականության։ Մինչև 895 թվականը Սմբատ Բագրատունի որդին Աշոտ առաջինը հռչակվեց հայոց թագավոր, հիմք դնելով հայոց պետականության վերականգնման։ Իսկ մինչ այդ ինչպես, և ուր մնացին հայերը, որ չձուլվեցին և չվերացան պատմության թատերաբեմից։ Ես էլ բան չասեմ, նայեք, կհասկանաք։ Բագրատունիներ Աշոտ առաջին մեծը, Սմբատ Բագրատունու որդին, հայոց Բագրատունի արքայատան հիմնադիրը 885 թվականին հռչակվեց հայոց թագավոր։ Նրա գահակալումը ճանաչեցին արաբական խալիֆայությունն ու բյուզանդական կայսրությունը։ Աշոտ առաջին Բագրատունին ամուսնացավ Կատրանիդե առաջինի հետ։ Նրանց զավակները Սմբատ և Աբաս արքայազունները շարունակեցին իրենց հոր գործը։ Դուստրերն ամուսնացան հայ ազդեցիկ իշխանների հետ և նպաստեցին հայոց աշխարհի հզորացմանը։ Հոր մահից հետո գահ բարձրացավ որդին, Սմբատը, որը պատվով շարունակեց հոր գործը։ Բագրատունյաց արքայատողմի հզորացման գործում առանցքային էին Աշոտ երկրորդ ողորմածի գահակալության տարիները։ Նրա շինարարական հանճարը իր նյութեղեն վկայություններն է թողել, որոնք դիմագրավել են հազարամյա փորձություններին։ Իր դարաշրջանի ճարտարապետության թագն ու պսակը հանդիսացավ Անին, հայոց հավերժական մայրաքաղաքը, որը 961 թվականին Աշոտ ողորմածը մայրաքաղաք հռչակեց, որը դարձավ թագավորության սիրտը։ Շինարարական մեծագործություններով ամուսնուց հետ չէր մնում Աշոտ ողորմածի կինը, Խոսրովանույշ թագուհին։ Ես Խոսրովանույշ թագուհին եմ։ Իմ թագավոր ամուսնուն ժողովուրդը տվել է ողորմած պատվանուն։ Պատմության մեջ յուրաքանչյուրը թողնում է իր ձեռագիրը, ոմանք նաև հետագիծ են թողնում։ Վայ նրան, ով իրենից հետո հիշատակելու արժանի ոչինչ չի թողնում։ Ես 957 թվականին հիմնեցի Ստանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այստեղ հիմնվեց բարձրագույն ուսումնական հաստատություն, համալսարան։ Ստանահինի կառուցումից 10 տարի անց
967 թվականի հիմնեցին Հաղպատ իրանական համալիրի առաջին և խոշորագույն եկեղեցին, Սուրբ Նշանը։ Հաղպատի ճարտարապետը երիտասարդ բայց շատ տաղանդավոր տրթափն էր, որը հետագայում զարդարեց անի մայրաքաղաքը վեհաշուկ կառույցներով։ Հաղպատի իրանական համալիրն էլ դարձավ միջնադարյան Հայաստանի կրթամշակութային խոշոր կենտրոններից մեկը, իր բարձրագույն դպրոցով և մատենադարանով։ Աշոտ Ողորմածի հետ հիմնեցինք Սևանի ուխտամիաբանությունը և կատարեցինք այլ երևելի գործեր։ Ինչ եք սպասում, որ ասեմ։ Պատմում ինչ-որ պարավական հետաքրքիր դեպք։ Չէ, սիրելիներ, պիտի հիասթափեցնեմ, ոչ սա դրող կա, ոչ էլ խայծ տվող։ Իմ միապաղ անհետաքրքիր կյանքն անցնում այսպես։ Հիմա որ թիվն է, վայ, չեմ էլ հիշում, աղջատ երկար եմ ապրել այս աշխարհում, տեսել եմ և վիվտ, և անկում, և վերելք, բայց իրականում հիմա ես շատ եմ ուրախ, թագավորները շենացնում են երկիրը հայոց, թագուհիները հիմնում են դպրոցներ, բայց մի բան դուրս չի գալիս, այս կրթվածները կարծես դառնում են գահիս արժանի, մի տեսակ հաստատուն հողը ոտքիս տակ երեր է գալիս, ով լավ գնամ, Գագիկ առաջին ինձ ման է գալիս, գնամ արքայից տամ բարի ողջունի։ Այս մեծախոսի երբեմն ուզում եմ պատժել, կամ լեզուն կտրել, բայց նա ինձ պետք է, հատկապես հիմա, երբ հազարամյակի ավարտամարտիկ կապում են սնոտի պաշտան թեթետ նախապաշարմունքներով և մայրաքաղաքանին գցում բուռն հուզումների մեջ։ Լսիր շատախոս, դուրս հարի պալատից, գնա անի մեջ շուկա, լսիր, ինչ են խոսում մարդիկ, ինչ հույզեր են թոթորկում այնտեղ, փորձիր այդ լեզվով խաղացնելու մարդկանց մտքերը։ Ինչպես կհրամայեք, իմ վսեմ արքա, հենց այս րոպեիս, արդեն այստեղ չէ։ Տեսեց ինչ պիտի անեին արքաներն առանց ինձ, ինքներդ տեսակ, ինչ սենեկապետ, ինչ դիվանապետ կամ հազարապետ, տեսակ չէ, ամենակարևոր գործն իմ ուսերին է, ժողովուրդ, չէ մի, ավելի շուտ անբող խառնածին, զայրացած, հարբած ու հուսահատված։ Արքա, ով տերին, տեսակ շուտ եկա, դե, կատարեցի հրամանը դե, խառնածին ամբողը, աղքատ թե հարուստ, խուճապի մեջ էր։ Դե խոսիր, ասա, ինչ եղավ հետոս։ Տերիմ, ինչ պիտի լիներ, ես այնտեղ էի, որ դրան նկուն կանքի մասին հաղորդեի նրան, որ ոնքին հաղթեր սնոտի ապաստությանը, ասացի, որ պետք է օրինակ վերցնել արքայից, կատրելի դե թագուհուց, հա, մեկ էլ կրթած ճարտարապետի անունը տվեցի, լավը վարա չէ, ու վերջում ասացի, որ շատ աղոթ են, որ արելի չխնայի իրենց, և որ զբաղվեն բարի գործերով, շենացնեն, ստեղծեն, բարի քարարեն։ Լավ, արի գնանք տեսնենք ինչ ես արել։ Ես Սյունյաց արքավասակ առաջինի և թագույն շահանդուղ երկրորդի դուստերն եմ, Լատրանիդ է։ Սլվան երկրորդ եզերակալի անակնկալ մահից հետո Բագրատունիների գահ բացրացավ նրա եղբայր Գագիկ առաջինը և հորիցս խնդրեց ինձ ձեռք։ Ես դարձա հայոց թագուհի։ Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Սյունիքի ողջ ու զորահովիտը երկու հանճարեղին է տվել աշխարհին։ Մեկը Փարանձեմ թագուհին է, մյուսը ես։ Սմբատի եզերակալը նախաձեռնել էր անի մարգաթողիկե տաճարի շինարարությունը, որի ավարտին հասցնելու պատասխանատու գործը ես հանձնարարեցի։ Աստծո հրեշտակը երազումս հայտնվեց ինձ և հորդորեց շարունակել ու ավարտին հասցնել վեհաշուկ տաճարը, խոստանալով մնալ տաճարում մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ 1001 թվականին հանճարեղ տրդած ճարտարապետի ջանքերով վեհաշուկ տաճարն իրականություն դարձավ։ Այն կառուցելու համար ես չխնայեցի ոչինչ, նույնիսկ իմ հարսանեկան օժիտն ու նվերները։ Կիլիկիայի հայկական թագավորություն 11-րդ դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական 3 գլխավոր վասպուրականի, արծրունյաց, անիի կենտրոնական և Կարսի բագրատունյաց թագավորությունները, հայկական լեռնաշխարհից դուրս միջերկրական ծովի հյուսիս արևելքում
Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն, սկիզբ դնելով 300-ամյա պետականության։ Դա 1080 թվականն էր։ Լևոն II մեծագործը Կիլիկյան թագավորության հիմնադիրն է։ Ես Զաբելն եմ, Լևոն մեծագործի դուստրը։ Ես հայ ժողովրդի պատմության մեջ առաջին թագուհին եմ, ով գահ է բարձրացել և թագուհի օծվել, ընդամենը 4 տարեկանում։ Ըստ հորս կտակի, մինչև չափահաս դառնալս, ես երկիրը պետք է կառավարեի խնամակալների օգնությամբ։ 1222 թվականին Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց ինձ ամուսնացնել Անդիոքի դքսության 17-ամյա թագաժառանգ Ֆիլիպի հետ, պայմանով, որ նա թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով։ Բնականաբար, իմ 7-ամյա թագուհուս ամուսնությունը պայմանական էր, կարևոր էր այն, որ Ֆիլիպի մայրը հայրի է, սակայն Ֆիլիպը, ի հակառակ պայմանի, վարում էր հայկական շահերին հակասող քաղաքականություն, որի պատճառով էլ սպարապետ Կոնստանտին Հետումյանը բանտարկեց նրան։ Անշուշտ, սա ինձ համար ծանր հոգեբանական ցնցում էր, ես ընդամենը 10 տարեկան էի։ 1222 թվականին հայ ավագանին նորից որոշեց ինձ ամուսնացնել, այս անգամ սպարապետի կրտսեր որդի Հետումի հետ։ Ես փորձեցի ըմբոստանալ, փախամորս ազգականների մոտ, սակայն սպարապետը ինձ բռնի հետ վերադարձրեց, և իմ ու Հետում առաջինի ամուսնության հիմք դրվեց Կիլիկիայի Հետումյան արքայատողմը։ Իմ թագուհու տիտղոսի համաձայն ամուսնությունից հետո ամուսինը ստացավ արքայի տիտղոսը։ Հետումյանների գահակալության ընթացքում հատվեցին դրամներ, որոնց զգալի մասի մի երեսին պատկերված էր Կիլիկիա պետական զինանշանը, մյուսին Հետում արքան և Զաբելը, որը փաստում է, որ ես, որպես թագուհի, ունեի կարևոր դերակատարում։ Մենք հիմնեցինք նոր վանքեր և վերակառուցեցինք հները։ Մեր թագավորության ընթացքում բացառիկ բարձունքի հասավ հայկական մանանկարչությունը։ Չնայած այն բանին, որ ինձ Հետումի հետ ամուսնացրի ստիպողաբար, ես ապրեցի 25 տարիների ամուսնական երջանիկ կյանք։ Ես կուզեի լինել իմ ժամանակի այն վավերագիրը, որ հայոց պատմության էջերը լցնեի փառահեղ հաղթանակների մասին պատմություններով։ Սակայն հենց Զարքունիքում էին տեղի ունենում դավաճանություններ ու պառակտումներ։ Հետում առաջին իր գահաժառանգ որդի Լևոնին 1262 թվականին ամուսնացնում է դավաճան Հետումի դուստր Աննայի հետ։ Լամբլոնի իշխան Հետումի դուստրն եմ, Աննա Գերան։ 1270 թվականին ես դարձա դժոխք։ Արքունիքում ինձ սկսեցին կոչել Կիր Աննա, այսինքն տիրուհի Աննա, որը կարճ ժամանակ անց սեղմվեց ու դարձավ Գերան։ Մեր ամուսնության 4-րդ տարում, մինչ կդառնայի թագուհի, ենթարկվեցի մի շատ ծանր փորձության։ 1266 թվականին եգիպտական մամլուքները ներխուժեցին Հայաստան։ Մարիի ճակատամարտում հայերը պատրեցին։ Իմ ամուսինը գերի եկավ։ Թորոսը սպանվեց։ Հետում առաջինը ստիպված էր մի քանի ամրոցներ զիջել և մեծ փրկագիր վճարել գահաժառանգ Լևոնին գերությունից ազատելու համար։ Իմ ժամանակակիցներն ինձ անվանում էին մեծափառ Գերան թագուհի, և ես լիիրավ արդարացրել էի այդ կոչման արժանի լինելու իրավունքը։ Ես միշտ կատարել եմ մեծամեծ բարեգործություններ հետևելով իմ նախորդներին։ Պատվիրում էի ժամանակակից պատմիչներին վավերագրել բոլոր նշանավոր իրադարձությունները, իսկ ժամանակից աղբողները զարդարում էին պատյանները։ Լևոն III-ի թագադրության արդիվ մայրաքաղաք Սիսում ընդօրինակել տվեցի ավետարան, որը հռչակվեց որպես Գերան թագուհու ավետարան։ Ես հայոց թագուհիների մեջ հռչակվեցի բազմազավակ մայր և հիշատակվեցի որպես ամենաշատ երեխաներ ունեցած մայր։ Ես լույս աշխարհ եմ բերել 15 զավակներ։ Ցավոք,
Կյանքիս մայրամուտի ամեն օրս ապրում էի երկրիս մասին տագնապելով։ Խաղաղ չէին բացվում Կիլիկյան Հայաստանի լուսաբացները։ Կեռան Թաքուհին իր մահկանացուն կնքեց 1285 թվականին, երբ արքան եգիպտական մամլուքների դեմ էր պատերազմում և դաշնակիցներ փնտրելու ակնկալիքով մեկնել էր Պարսկաստան։ Կեռան Թաքուհուն հուղարկավորեցին դրազարկի արքայական դամբարանում։ Էթումյաններից հետո Կիլիկյան Հայաստանի գահն անցավ Լուսինյանների տոհմին։ Հայոց վերջին թագավոր դարձավ Լևոն 6-րդը, իսկ Թաքուհի Մարգարիտ Սուասոնը, որոնց մահից հետո հայոց թագավոր և հայոց Թաքուհի տիտղոսները անցան Կիպրոսի Լուսինյաններին, իսկ ավելի ուշ Սավոյան արքայատանը, որը մինչև 1946 թվականը իշխում էր Իտալիայում, կրելով նաև տիտղոսը։ Բիբլիական արատի փեշերին փրված ավետյաց երկիր Հայաստանս։ Համայն հայության սրբության կենտրոն, միաբանության տուն, խղճի տուն, մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ամորային պետությունը, որն ունի ամոր ընտանիքներ, մայրերի ափերի մեջ է պետք փնտրել ազգերի ճակատագրերը։ Հայի ինքնության վկա, ոսկեղենիկ մեր մայրենի։ 34-ամյայի մանկախ Հայաստանի Հանրապետություն, հարատևիր, հարազատս։ Հայոց բանակ, զինվոր, դու մեր խաղաղության, լինելիության, հարատևության հզոր պահապան։ Արևելյան կողմն աշխարհի օրներգություն թողնլա, արևմտյան կողմն աշխարհի ծիլ ու ծաղիկ թողնլա, հյուսիսային կողմն աշխարհի բերկրություն թողնլա, հարավային կողմն աշխարհի սիրերգություն թողնլա։ Ես մենակ կարող եմ, ես մենակ չեմ կարող։ Եսը դարձնենք մենք, դառնանք մեկ բռունց, համախմբելով մեկ գաղափարի շուրջ, որպեսզի հարատևի Հայաստան աշխարհը։ Մենք միասին կարող ենք, հայ հայրենիք Հայաստան։ ուսումնական տարին օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանը հռչակեց մշակույթի տարի եւ առաջարկեց ավանդական վերջին զանգերի փոխարեն այս տարի ձևաչափը փոխել եւ նախագծային աշխատանքով հանդես գալ։ Շատ արագ միտքը դարձրեցինք գործողություն եւ ծնվեց այս մեծ գաղափարը։
Աշակերտների հետ ընտրեցինք արքայապատում, վերնագրով հայ ժողովրդի պատմության 4 արքայատները միաժամանակ ներկայացնել փառավոր էջերով, հաղթանակներով ինչու չէ նաև կորուստներով, որովհետև փառահեղ հաղթանակների կողքին նաև ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք պատմություններ, եւ այդ պատմությունները չեն, որ պիտի ընկճեն հայի աննվում կամքը ոգին, եւ այսօրվա սերունդը պիտի հասկանալ պատմությունից դասեր քաղելու, ֆիլտրելու, առաջ գնալու, ստեղծելու, արարելու հնարավորությունն ու ուժը։ Այսօր այստեղ այս հյուրընկալ հարկի տակ շնորհակալություն այս հրաշագեղ ոսկեվազ գինու գործանի տնօրինությանը, շնորհակալություն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար պարոն Դանիել Դանիելյանին այստեղ իր ներկայությամբ ինձ պատվիրել։ Աշխատակազմի հայրենական վարչության աշխատակիցները, Տիկին Ղարդաշյան, համեցեք այստեղ։ Համեցեք այստեղ։ Տնօրեն պարոն Մսրիկյան, համեցեք։ Այս պարին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիկին Հայկոյի Ադամյան, խնդրում եմ համեցեք։ Արարատի վարչական շրջանի կրթության բաժնի պետ Տիկին Հարությունյան, համեցեք այստեղ։ Վերջինս շատ եմ։ Շնորհակալություն ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար։ Ես կարծում եմ, որ մեր աշակերտները շատ ջանք էին դրել այս նախագիծը կյանքի կոչելու համար։ Այո, ինքը մի քիչ երկար էր, բայց մեր պատմությունն էր, մեր պատմության էջերն մենք չէինք կարող պարզապես կրճատել եւ համբերատարությամբ շնորհակալություն չնայած եղանակային այս տակշող պայմանների, համբերատարությամբ զինվելու եւ մինչեւ վերջ ուշադրությամբ նայելու համար։ Պարոն Դանիելյան, խնդրում եմ ձեր խոսքը։ Հարգելի ներկաներ, հարգելի աշակերտներ, սիրուն բարիքներ, հարգելի ծնողներ, հարգելի ուսուցիչներ, ես ամեն օր 1 կամ 2, նայած կարող է 3 ներկայացում եմ գնում գործի բերմամբ եւ շատ քիչ է լինում այս գործում։ Եվ այսօր ես ճիշտ ասած եկել էի տարեվերջան ինչ-որ ներկայացման, իմ պատկերացմամբ, բայց դուք գերազանցեցիք սիրելի երեխաներ, այն իմ բոլոր սպասումները եւ պատմությամբ ֆոնկը դրեցի, անգամ շոկը ոչինչ չարեց ինձ։ Եվ մեծ հիացմունքով ֆոնկը դրեցի ամբողջ, ուրեմն գրված աղոս դեմադրածը։ Պիտի չմոռանամ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անունից եւ այս նախաձեռնությունը, որ Տիկին Անդրեասյանը սկիզբ դրեց, հայտարարելով այս տարի եւս մշակույթի կրթության տարի, սա ամենակարևոր էջերից մեկն է։ Այս տոնը, որը որ մենք թողել էինք մի կողմ, մոռացել էինք, տարվա վերջի տոնը, վերջի զանգի տոնը, դարձել էինք ստանդարտ, խախկենի սցենարներով, ոչ ստեղծագործական երևույթ, որը որ բոլորիս ոչ մեկին չէր բավարարում, այսպես մեր ասած։ Այսօր մենք տեսանք մեր երեխաների, մեր աշակերտների ստեղծագործական ներուժը, տեսանք իրենց հնարավորությունները, տեսանք դպրոցի, տնօրենուհու, ուսուցիչների, ծնողների միահամուռ աշխատանքը, մեր տարբեր գերատեսչությունների աշխատակիցների այս կառույցի հյուրընկալման բոլորի միահամուռ միասնական աշխատանքը, որը տալիս է այս տեսակի հուզիչ, կարևոր ուղերձներով մի ուրեմն երեկո, այսպես ասեմ։ Շատ ուրախ եմ, շատ հպարտություն եմ զգում, որ տեսնում եմ մեր երեխաները հնարավորություն ունեն իրենց տաղանդը, իրենց ստեղծագործական ներուժը ցուցադրելու եւ պարտադիր չի, որ իրենք դառնան դերասաններ կամ արվեստագետներ, ցանկացած մասնագիտության համար այսպիսի միջոցառումները միշտ օգուտ է տալիս եւ վստահ եմ, որ այս երեխաները մեր սիրելի բարիկները պետք է մինչեւ իրենց կյանքի վերջը հիշեն այս օրը։ Ես շնորհակալություն պիտի հայտնեմ հատուկ Տիկին Ղարդաշյանին, որովհետեւ այսօր ցավոք հանրային
դաշտը լցված է վատ նորություններով մեղմ ասած, բայց մենք լույս ենք և վստահ ենք, որ Տիկին Բաղդասարյանի նման դեպրոցիտանորեններ, նրա կոլեգա ուսուցիչներ, ձեր նման շատ սրտացավ ծնողներ ավելի շատ ունենք, ավելի լավ նորություններ ունենք, քան թե 2-3-4 վատ նորություններ հանրապետության մեջ։ Շատ շնորհակալ եմ, որովհետև այս ներկայացման մեջ հիանալի ուղերձներ կար, այսինքն այն ներկայացում են միջոցառումը, որ այս երեխաները պիտի հիշեն իրենց ամբողջ կյանքում դա Հայաստանի մասին է։ Դա Հայաստանի պատմության, Հայաստանի շեշտադրված պետականության մասին է։ Դա շատ կարևոր ուղերձ է և կարծում եմ այսօր ավելի քան երբևիցե, երբ որ մեզ պետականության, պետության, ուժեղ պետության կարիք ունենք, այս ուղերձները երեխաներին շատ կարևոր է, որովհետև սիրելի երեխաներ, դուք պիտի պետությունը կառուցեք։ Տեսնում եք ինչքան դժվար է, ոչ մեկ մեզ պետություն չի տվել, մենք վերցրել ենք։ Ինչ գնով դուք ինքներդ այսօր պատմեցիք։ Եվ այսօր մեր ամենաթանկագին բանը Հայաստանի Հանրապետությունը, որ ունենք, պիտի պահենք։ Եվ չմտածեք, որ զենքով պիտի պահենք, պիտի խելքով պահենք, պիտի մեր տարերով պահենք, պիտի մեր գիտությամբ պահենք, պիտի մեր մշակույթով պահենք, մեր կրթությամբ պահենք։ Սիրելի ծնողներ, ուզում եմ վերջին շնորհակալությունը ձեզ հայտնել, առանձին, առանձնացված, շեշտադրված։ Ես գիտեմ ծնող լինելու մասնագիտությունը շատ դժվար մասնագիտություն է։ Դուք արդեն 15 տարեկան, 16 տարեկան, 16 տարի իրենց հետ ամեն օրվա ռեժիմով ցերեկ գիշեր հուզվել եք, նյարդայնացել եք, ուրախացել եք, հրճվել եք, տարապել եք, միգուցե անցուն գիշերներ եք անցկացրել։ Բայց վերջին հաշվով գիտեք շատ խորհրդանշական է, որ այս երեխաները այսօր սան են, ձեր երեխաները, ձեր դասյարակած երեխաները այսօր այստեղ են, այսօր իրենք մշակույթ են ստեղծում, այսօր իրենք միջոցառում են ստեղծում։ Եվ դա բնականաբար ձեր շնորհիվ է։ Շնորհակալություն սիրելի ծնողներ։ Պիտի դիպար փոքրիկ գաղտնիք, որ ձեզ բացեցի Տիկին Բաղդասարյան։ Իմ ուզմունքս կրապատվել, եռապատվել է, քանի որ Երևանի համար 21 Ալեքսանդր Շիրվազադեի անվան դպրոցը իմ դպրոցն է։ Ալտերի հյուրեր, ծնողներ, Տիկին Բաղդասարյան, մեծարգող փոխնախարար, շատ խորհրդանշական օր է այսօր և ուրախությամբ եմ արձանագրում, որ իրավի պատմամշակութային թեմայով ներկայացման ականատես եղանք ոչ թե միայն խորագիր, այլ բովանդակությունն ամբողջապես։ Եվ ուրախ եմ նաև արձանագրել, որ համար 21 դպրոցի հետ մեր համագործակցությունը տարածքային մանկավարժ-հոգեբանական կենտրոնի շատ հաջող է ստացվում և վստահեցնում եմ ձեզ նաև Տիկին Բաղդասարյան, որ թիվ 3 տարածքային մանկավարժ-հոգեբանական կենտրոնը ձեր բոլոր աշակերտակենտրոն և նման բարձր մակարդակով կազմակերպված նախաձեռնությունների սատարը և ձեր կողքին է, ու նաև ի նշան ջերմ մեր համագործակցության ու նաև ձեր ջանքերը արժևորելով այդ համագործակցության շրջանակում թիվ 3 տմակի անունից ուզում ենք մի փոքր շնորհակալակիր հանձնել ձեզ և դրանով դրսևորել մեր խորին երաժշտագիտությունն ու շնորհակալությունը։ Շնորհակալ եմ։ Քանի որ դուք որպես նորելական կենտրոն, դուք նախաձեռնություններին միշտ աջակից եք, խնդրում եմ ձեր գնահատանքը։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Գնահատանք ասելու իրավունք երևի այստեղ ոչ ոքս չունենք, պիտի ասենք շնորհակալություն ու պիտի ասենք շնորհավոր։ Առաջին ուզում եմ սկսել մեր ջուտիկներից, մեր բանիկներից, երեխեք ջան, ձեզ շնորհավորում եմ սրտանց։ Յուրաքանչյուրդ այսօր կերպարի մեջ եք, զգում եք, ապրում եք, այն բառերը, այն խոսքերը, որ դուք ինքներդ ասում եք։ Ես ինքս պատմաբան լինելով հանդերձ ձեզ հետ մեր պատմության քարոզիներով անցում կատարեցի, հիշեցի, հպարտացա, տխրեցի, հուզվեցի, ակնկալեցի։ Այսօր խորհրդանշական օր է ձեզ համար,
այսօրը հիմք է դառնալու նոր կյանքի մուտքի համար, ուզում եմ, որ այդ ձեզ համար միշտ կանաչ լինի, որ ծաղկուն լինի, որ դուք այդ գիտակցությամբ, ինքնությամբ ու պատասխանատվությամբ առաջ շարժվեք, որովհետև այո, դուք եք մեր ներկան ու ապագան։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ։ Շնորհավորում եմ բոլորին, աշակերտներին, ուսուցիչներին, յուրաքանչյուրին, ով այս գեղեցիկ իրադարձության մեջ մասնակցություն է ունեցել։ Ուղղակի վայելում էի, թե ցանկացած բան դուք ձեր ձեռքով ինչպես եք ստեղծել դեկորները, դրոշը, չգիտեմ, զենքերը եւ այլն։ Այս ամբողջը շատ կարեւոր է։ Կեցեք, թող շարունակական լինի։ Շնորհակալ։ Ես հաստատ շատ չեմ խոսի, որովհետև ինչ էր խոսում երեխաների առջև խամրելու է, այնպիսի խոսքեր, իրականում մի պահ մոռացա, մտածեցի դերասանները, ես էլ եկել եմ ներկայացման ու զարմանալի մի բան, որ հարցրեցի գոլեգաներից մեկին, ասեցի ես այսքան տաղանդ մեկ դպրոցում, ասեցի ինչ է որ մեկ դասը հայրում։ Շնորհավորում եմ, հիանալի նախագիծ էր, հաստատ ստացված, և ձեզ մոտ երևի կարվեր ընթասերի։ Ամեն տեքստերով։ Երկար չսպասեցին, որպես ամփոփիչ խոսք, իմ խորին շնորհակալություն նախ և առաջ իմ հրաշամանուկներին։ Փոքրերին, որոնք իսկապես գիտեք, ընդհանրապես ցույց է տալիս ինչ պիտի անեն եւ անում են։ Համբերատար, լուր, հանդուրժող։ Այստեղ ամենակարևորը հանդուրժողականությունն է։ Երբ սկսում էինք փորձերն անել, սկզբից մինչև հասնում էինք Կիլիկյան Հայաստան, կիլիկիացիները հոգնում էին, բայց հանդուրժողականությունը շատ կարևոր բան է եւ իրենք համբեր սպասում էին իրենց հերթին։ Շնորհակալություն իմ հրաշամանուկների, դուք լավագույնն եք։ Շնորհակալություն իմ գործերի տնօրենների, ովքեր ամեն բանի եղել են իմ կողքին։ Ցանկացած իմ նախաձեռնություն, որը որքան էլ բարդ թվար, ասում էին դու կհաջողես եւ առավոտյան իմ ստացած զանգերը, որ մենք զանգել ենք ուղղակի քեզ ասելու, որ ամեն ինչ շատ լավ է։ Շնորհակալ եմ սիրելիներ, որ իմ կողքին։ Շնորհակալություն Սամուել դպրոցի հզոր բանակին, ծնող համայնքին։ Ոչ մի նախաձեռնություն չի կարող կյանքի կոչվել, եթե ծնող համայնքը այսպես ժայռի պես ամուր չկանգնի թիկունքին։ Շնորհակալություն բոլոր նրանց ձայնային ռեժիսորներին, նկարահանող խմբին, շնորհակալություն պարոն Հարություն Բեկվանյանին, ով իր հմուտ ռեժիսորական այսպես աչքը ծառայեցրեց մեզ ցույց տալու, թե ինչպես պիտի աշակերտները, ովքեր դերասանական խաղի հետ ընդհանրապես կապ չունեն, հաջողեն ինչպես որ ցույց տվեցին։ Այսքանը սիրելիներ։ Թող հայատևի Հայաստանի Հանրապետությունը, այդպես ենք ասում, հայատևի հայազատես, մենք քեզ շատ սիրում ենք։